Բարև ձեզ, պարոն Բազարյան, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների կանդրադառնանք եւ այսպես երեք վատացել է Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը, մեր հայրենակիցները շարունակում են խոշտանգվել Հայաստանի բանտերում եւ արդյունքը հենց սա է, առողջական լրջագույն խնդիրներ, ձեզանից առաջ էլ խոսում էր Սամվելյանը նշելով, թե ինքը ինչ հիվանդությունների առաջ է կանգնել լինելով բանտված, այս ամենին ենք մենք ականատեսը լինում, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Նախ առողջություն եմ մաղթում Անդրանիկ Թևանյանին, տեղյակ եմ, որ ծանր վիճակում է եղել, կարդացի ու շատ հուզվեցի, որ գրված էր, որ մահվան եւ կյանքի եզրին է եղել, փառք Աստծո, հիմա արդեն լավ է զգում իրան, բժշկական աջակցություն է ստացել։ Պարոն Սամվելյանին եւս առողջություն եմ մաղթում։ Ես ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր նախորդ ազգային ժողովի ընտրությունների ընթացքում քվեարկեցին ընդդիմադիր գործիչների, ընդդիմադիր կազմակերպությունների համար։ Արձանագրենք, որ այժմ Հայաստանի իշխանությունը բռնազավթված է, որովհետև հունիսի 7-ին կայացած ընտրություններում ընտրակեղծիքների բազմաթիվ տարբերակներ են օգտագործել, մինչև ընտրություններից մոտ 3 ամիս առաջ ԿՊ-ն արդեն սկսել էր քարոզարշավը, խախտելով ընտրական օրենսգիրքը եւ սահմանադրությունը, եւ նախ վախեցնում էր մեր ժողովրդին, Նիկոլը վախեցնում էր մեր ժողովրդին նոր պատերազմով, հայտարարելով, որ եթե ազգային ժողովի ընտրություններում ԿՊ-ն չվերցնի մեծամասնություն, ընդդիմությունը հաղթի, ապա սեպտեմբերին սկսվելու է պատերազմ, շատ աղետալի պատերազմ, այդպես վախեցնում էր մեր ժողովրդին։ Ու այդպես վախեցնելով մեր ժողովրդին նոր պատերազմով, խախտելով ընտրական օրենսգիրքը, բազմաթիվ խախտումներ անելով, ընտրությունները օրենքով սահմանված կարգով ավարտվում են երեկոյան ժամը 8-ին, բայց մի շարք տեղամասերում չէին փակել տեղամասերը եւ զինվորներին շարքերով, կարգով բերել էին ուղղորդված, որպեսզի քվեարկեն ԿՊ-ի օգտին։ Բայց այդուհանդերձ, այո, մենք տեսանք, որ 50%-ից ավել մեր հայրենակիցներ մերժել են այս իշխանությանը։ Այո, 50%-ից ավել մեր հայրենակիցներ մերժել են այս իշխանությանը, բացի դրանից Նիկոլը հույս ուներ կատարելու Ալիևի պահանջը եւ ստանալու սահմանադրական մեծամասնություն ազգային ժողովում, բայց նա չի ստացել սահմանադրական մեծամասնություն եւ ուզում եմ եւս մեկ փաստ արձանագրել, ընտրություններից հետո ամփոփելով արդյունքները ընդամենը 10-15% քվեաթերթիկների հաշվարկի պարագայում Նիկոլը դուրս է գալիս ուղիղ եթեր եւ հայտարարում է. ժողովուրդ ԿՊ-ն տարել է փառավոր հաղթանակ։ Այսինքն դա հրահանգ էր ընտրատեղամասերի աշխատակիցներին, որ վարչապետն արդեն հայտարարել է, որ ԿՊ-ն հաղթել է բացարձակ մեծամասնությամբ, այնպես արեք, որ ԿՊ-ն հաղթած լինի բացարձակ մեծամասնությամբ։ Այսինքն այնտեղ քվեաթերթիկներ փչացնեն ընդդիմադիր քաղաքական ուժերի հասցեին ուղարկված քվեաթերթիկներ, այլ կարգի խախտումներ անեն, մարդկանց, ասենք, տարբեր կարգի մարդկանց, որոնք ուրիշ տեղերից միտեղից բերեն միտեղ նորից քվեարկություն անեն եւ այլ, որպեսզի ապահովեն ԿՊ-ի մեծամասնություն։ Այո, ԿՊ-ն վերցրեց մեծամասնություն, բայց հարաբերական մեծամասնություն է, դա սահմանադրական մեծամասնություն չի, ինչպես Նիկոլն էր ցանկանում։ Բայց եթե ասում է, որ այո հաղթել են, դուք հիշեցրեցիք դա, այս տերորը, որ իրականացվում է իր ընդդիմախոսների նկատմամբ, մենք տեսանք Գագիկ Ծառուկյանը 2 օր է Պեկում հարցաքննվում է, առերեսում են ինչ-որ իրանցիների հետ, ըստ էության փաստաբաններ ասաց, որ բացարձակ սուտ է, ուղղորդված խոսում են այս իրանցիները եւ ավելին ասենք, սրանք պարոն Աբովյանն իր խոսքում ասաց, խաբեբաներ են, որոնք մի դրամ անգամ ներդրում չեն արել Հայաստանում։ Ես կխնդրեմ նաեւ Ծառուկյանի դեմ իրականացվող այս ամենին անդրադառնաք։ Ես կանդրադառնամ պարոն Ծառուկյանի դեմ իրականացվող բռնաճնշումներին եւ ապօրինություններին, բայց ուզում եմ արձանագրել, որ մինչեւ ընտրությունները մի քանի տասնյակ արդեն ընդդիմադիր հասարակական եւ քաղաքական գործիչներ ապօրինաբար կալանավորված էին։ Դա շարունակվեց նաև ընտրությունների օրը եւ ընտրություններից հետո։ Հիմա Գագիկ պարոն Ծառուկյանի հետ կապված իրադարձությունը, ուրեմն տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ զրկված են աշխատանքից, որովհետև
Գագիկ Ծառուկյանին պատկանող հիմնարկները, տարբեր կառույցները, ծառայությունները փակված են եւ այդտեղ ընթանում են խուզարկություններ։ Նիկոլ Փաշինյանը քինախնդիր, մանրախնդիր անձնավորություն է, նա փորձեց նսեմացնել Գագիկ Ծառուկյանին, ուղարկելով իր ԱԱԾ-ի ուրեմն այդ ծառայողներին եւ մի 10-12 հոգով հարձակվեցին Գագիկ Ծառուկյանի վրա, մի կերպ ուժով նրան կարողացան տապալել գետին։ Գագիկ Ծառուկյանը հասկանալը, որ ինքը որևէ ուրեմն օրինախախտում չի արել, դիմադրություն է ցույց չտվեց, որ այդ հանգիստ սպասում էր դրանց գալուն։ Եթե Գագիկը դիմադրություն ցույց տար, մենք գիտենք, որ նա շատ ուժեղ մարզիկ է եղել, շատ հզոր ֆիզիկական ուժ ունի, կարող էր հերթով դրանց բոլորին էլ տապալել գետին, բայց նա դիմադրություն ցույց չտվեց։ Ապօրինաբար Գագիկ Ծառուկյանին կալանավորեցին նրա հիմնարկները, նրա սեփականությունը հանդիսացող ծառայությունները փակել են եւ մարդիկ մնացել են առանց աշխատանքի։ Ու մնալով առանց աշխատանքի ով է նրանց վարձատրելու։ Եթե չկա աշխատանք, չկա արդյունք, չի կարող լինել նաեւ վարձատրություն, այսինքն տուժում են հազարավոր մեր Հայաստանի քաղաքացիները։ Գագիկ Ծառուկյանին հիմա արդեն որոշել են 2 ամսով կալանավորել։ Այդ բոլորը բնականաբար ապօրինություն է, շարունակությունն է նախորդ տարիների ապօրինություններին։ Մի քանի տասնյակ Հայաստանի քաղաքացիներ, ընդդիմադիր գործիչներ, քաղաքական գործիչներ, պայստազորի զինվորականներ, ազատամարտիկներ ապօրինաբար կալանավորված են Նիկոլ Փաշինյանի հանդեպ ուրեմն ընդդիմադիր գործունեություն ծավալելու համար։ Հայաստանում պետք է հաստատվի օրենքի գերակայություն, իրական արդարադատություն եւ քաղաքացիների իրավահավասարություն։ Այսօր այդ հնարավորությունները մեր քաղաքացիները չունեն, բայց նորից եմ շեշտում, ես բազմից եմ կրկնել, որևէ իշխանություն հավերժ չէ։ Շուտով գալու է Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության ավարտը եւ Նիկոլ Փաշինյանը ու իր գաղափարակից պաշտոնյաները մեր պետության ու մեր ժողովրդի հանդեպ իրականացրած ուրեմն ոչռագործությունների ու դավաճանությունների համար պետք է գնան ու ենթարկվեն Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով դատական պատասխանատվության։ Իսկ բոլոր այն մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանի հրանգով ու քաղաքական պատվերով կալանավորված են, նրանք բոլորը պետք է ազատ արձակվեն։ Սա է մեր իրականությունը լինելու ապագայում։ Ես ափսոսում եմ, որ ընդդիմադիր ուժերը բաց թողեցին ժամանակը, ինչպես հայկական ասացածն է ասում, երկաթը տակ են ծեծում։ Խախտել էր ընտրությունները Նիկոլի թիմը, ընտրակեղծիքներով էին վերցրել մեծամասնություն։ Մի օր հանգստանում էին եւ ժողովրդին ամբողջ Հայաստանով մենք էլ նրանց թեւութիկունք ոտքի պետք է ոտքի անել մեր ժողովրդին եւ կազմակերպել աննազանդություն գործող ապազգային թրքամետ իշխանություններին։ Պետք է պարտադրել Նիկոլի ու իր կառավարության հերացումը ու գործող ազգային նորընտիր ազգային ժողովի դեռ չհրավիրված լուծարումը։ Բայց հիմա գնաց գործը դեպի աշուն, որովհետեւ նոր ազգային ժողովի առաջին նստաշրջանը սկսվել է օգոստոսի 2-ին, հիմա բոլորը արձակուրդ են, ընդ որում նաև Նիկոլը արձակուրդի մեջ են։ Օգոստոսի 2-ին Նիկոլ Փաշինյանին ընտրելու են վարչապետ, ազգային ժողովի նախագահին ընտրելու այդպես է որոշել ԿՊ-ն Ռուբեն Ռուբինյանին, տեղակալներ Ալեքսանյանին, Վագն Ալեքսանյանին եւ Կոնջորյանին։ Եվ ընդդիմադիրը ըստ օրենքի ընդդիմությունը երկու ընդդիմադիր խմբակցություններ են Հայաստան Դաշինքը եւ Ուժեղ Հայաստանը, դրանցից ավելի շատ ձայներ ունի, ավելի շատ տեղեր ունի Ուժեղ Հայաստանը, նրանց կազմից որևէ մեկին կարող է նաեւ առաջարկել ազգային ժողովի նախագահի տեղակալ, բայց դրանով որևէ հարց չի լուծվի։ Հարցը գնում է աշնանը։ Եթե քաղաքական ուժերը ընդդիմադիր տիտոսավոր քաղաքական ուժեր, այսինքն այն ուժերը, որոնք անցել են ազգային ժողով, Հայաստան Դաշինքը եւ Ուժեղ Հայաստանը, ինչպես նաեւ նրանց աջակից ընդդիմադիր ուժեր, Արման Թաթոյանի կուսակցությունը, Հայաքվեն եւ այլն, Հայոց աշխարհազոր ռազմաքաղաքական միավորումը մեր ղեկավարությամբ թեւութիկունք լինենք, պետք է ամբողջ Հայաստանում կազմակերպեն աննազանդություն գործող ապազգային թրքամետ իշխանություններին, պարտադրեն Նիկոլի ու իր կառավարության հերացումը ու այս նորընտիր կեղծիքներով ընտրված ազգային ժողովի լուծարումը։
Կար ժամկետի համար անհրաժեշտ է լինելու ձևավորել ժամանակավոր կառավարություն, որը կիրականացնի արդար օրինական ազգային ժողովի նոր ընտրություններ։ Բնականաբար ես ավարտեմ, մենք ակնկալում ենք, որ նոր ձևավորվելիք Հայաստանի իշխանությունները իրականացնելու են մեր ժողովրդի նպատակներն հետապնդող, մեր ազգային պետական շահերից բխող արտաքին եւ ներքին քաղաքականություն։ Իսկ Նիկոլը եւ նրա թիմակից ու գաղափարակից պաշտոնյաները պետք է ենթարկվեն Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով դատական պատասխանատվության։ Մենք ակնկալում ենք նաև, որ նոր ձևավորված Հայաստանի ազգային իշխանությունները Հայաստանում իրականացնելու են օրենքի գերակայություն, իրական արդարադատություն եւ քաղաքացիների իրավահավասարություն։ Ադրբեջանական կողմից տեսնում եք սպառնալիքները նոր թափ են ստանում, վերջերս արձակուրդի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հուստուփ էր բարձրացել, ադրբեջանցի Թովֆիկ Զուլֆուգարովը ասում է ինչ իրավունքով է Զանգեզուրի տարածքում հայտնվել, խնդրեմ մեզ սպասող ձեր տեսակետը։ Ադրբեջանցի կանթաճը շեշտում են Զանգեզուրը եւ Զանգեզուրի միջանցքը, դա Սյունիքն է, մեր Հայաստանի ինքնիշխան տարածքը եւ որևէ Զանգեզուրի միջանցքի մասին խոսք լինել չի կարող։ Եթե ճանապարհ է պետք, մենք կարող ենք նրանց տալ ճանապարհ Ադրբեջանից դեպի Նախիջևան, այնտեղից Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ գնալու համար, բայց դա պետք է լինի մեր զինվորների, սահմանապահների վերահսկողության ներքո եւ մեր մաքսային ծառայությունների վերահսկողության ներքո։ Իսկ ինչ խոսում են այսպես կոչված թրիփի մասին, որ դա լինի Ադրբեջանի կամ Միացյալ Նահանգների ենթակայության ներքո, նման բան հնարավոր չի։ Իրանին էլ դա ձեռնտու չի եւ Իրանը հայտարարել է, որ իր համար Հայաստանի հետ սահմանը կարմիր գիծ է։ Իրանը մեր հարևան, մեր բարեկամ երկիրն է եւ բնականաբար մենք ոչ թե պետք է առաջնորդվենք Ադրբեջանի ու Միացյալ Նահանգների շահերով, այլ Հայաստանի շահերով եւ բնականաբար մեր բարեկամ երկրների շահերով։ Բայց Ալիևը Շուշիից հայտարարեց, որ իրենց բեռնատարները պետք է անխոչնդոտ առանց հայ սահմանապահի հանդիպելու անցնեն։ Եթե Նիկոլը մնաց իշխանության, դա կլինի։ Եթե Նիկոլին մենք կարողացանք հեռացնել իր թիմի հետ միասին, դա չի կարող լինել։ Մենք դա թույլ չենք տա։ Ես նկատի ունեմ նոր իշխանությունը։ Մենք ասելով ես նկատի ունեմ Հայաստանի հայրենանվեր գործիչները, հայրենանվեր քաղաքական ուժերը, ազգային քաղաքական ուժերը, որոնք պետք է գան իշխանության։ Դա լինելու է, որովհետև նորից եմ շեշտում, որևէ իշխանություն հավերժ չէ։ Եվ ինչպես Ուինստոն Չերչիլն է ասել, որևէ հաղթանակ վերջնական չէ, պարտությունն էլ վախճանը չէ։ Կարևորը չհուսահատվելն ու չհանձնվելն է։ Մենք չենք կարող հուսահատվել եւ հանձնվել Ալիևի, Նիկոլի կամ Էրդողանի պահանջներին, որովհետև Նիկոլը կատարում է Ալիևի եւ Էրդողանի պահանջները։ Նրանցից է ստանում քաղաքական եւ գուցե նաեւ ֆինանսական աջակցություն իր իշխանությունը երկարաձգելու համար։ Նիկոլական իշխանությունը ձեռնտու է բոլորին, բացի մեր ժողովրդին, բացի Հայաստանի քաղաքացիներին, հայ ժողովրդին։ Դա նրա իշխանությունը երկարաձգելը ձեռնտու է եւ Ադրբեջանին, եւ հատկապես նաեւ Թուրքիային, որովհետեւ Նիկոլը ուրանում է հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ հավաքական արևմուտքին, գուցե նաեւ Ռուսաստանի Դաշնությանը։ Շնորհակալ եմ հրավերքի համար։